Եվ այսպես հանձնել Արցախը հանուն Ռուսաստանի էներգետիկ մեկուսացման եվրասիական մեծ էներգետիկ շուկայից հարգելի հեռուստադիտողներ, երջանիկ էր Նիկոլ Փաշինյանը, երբ որ Դոնալդ Տրամփի հետ էր հանդիպում, ավելին կրկին ասենք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկը մեզ ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն այն եզակի քաղաքական գործիչն է Հայաստանում, ով ունի Դոնալդ Տրամփի հեռախոսահամարը, բայց Դոնալդ Տրամփի հեռախոսահամարը չի փրկում Նիկոլ Փաշինյանին, չի փրկում այն առումով, որ մենք տեսնում ենք, որ օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից եւ խոսում է այն մասին, որ պետք է տեղի ունենան գործընթացները Զանգեզուրի միջանցքի բացման տրամաբանության շրջանակներում, ավելի նա նաև ասում է, որ Հայաստանը կապիտուլյացիա է ենթարկվել, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանից սա դուր է գալիս, դուր չի գալիս, ամեն դեպքում սա է տեղի ունենում, ավելին մենք նաև եկել ենք մի իրավիճակի, երբ որ Դոնալդ Տրամփի հեռախոսահամարը ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կանխել, որ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հարգարժան պաշտոնյա գործընկերները չօգտագործեն միջանցք եզրույթը, այս պարագայում մենք խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի մասին, ով իրականում բացահայտել է նաև այս ամբողջ գործընթացի տրամաբանությունը։ Եթե փորձենք Բանաձևի տեսանկյունից դա ներկայացնել, ապա Բանաձևը հետևյալն է. հանձնենք Արցախը, թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացիայի ենթարկվեն, բայց դա տեղի է ունենում հանուն դրա, որ Ռուսաստանը մեկուսանա եվրասիական տնտեսական, եվրասիական էներգետիկ շուկայից։ Ինչի մասին է խոսքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը ելույթ է ունենում եւ բավականին մանրամասն անդրադառնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին, ասում է, որ օգոստոսի 8-ին նա ներկա էր Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիև եւ Դոնալդ Տրամփի միջև ընթացող բանակցային գործընթացին եւ նշում է հետեւելը, ասում է, մենք ամերիկացիներս, ինչպես նաեւ Ադրբեջանը հնագույն պետություններից մեկն ենք, որտեղ կա նավթարդյունաբերություն 1800-ական թվականներից դա կար Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա կա նաեւ Ադրբեջանում, դա կա նաեւ Բաքվում, Ադրբեջանը բավականաչափ ռեսուրսներ ունի, էներգետիկ ռեսուրսներ ունի եւ եթե մենք կարողանանք արդյունահանենք այդ ռեսուրսները, օգտագործենք Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող միջանցքը, դա հնարավորություն կտա համաշխարհային շուկաներ վաճառել էներգա ռեսուրսները եւ դա անել շրջանցելով Ռուսաստանի Դաշնությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, քանիցս Ալֆայի տաղավարում մենք ձեզ հետ միասին այս հարցի վերաբերյալ խոսել ենք։ Մի շարք պետական գործիչներ Հայաստանում, Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը, խորհրդարանականներ, փորձագետներ, падգամավորներ, միջազգային տարբեր փորձագետներ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ քանիցս ասել են ինչին է ուղղված Զանգեզուրի միջանցք ասված պրոյեկտը։ Ավելին այս ամենի մասին խոսել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության թևերից մեկի ներկայացուցիչները, հոգևոր առաջնորդի գրասենյակից շատ պարզ ասել են, որ Զանգեզուրի միջանցքը դա մի պրոյեկտ է, որի նպատակն է մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարը հենց սրա մասին էլ ասում է, այսինքն մենք հանձնել ենք Արցախը, թույլ ենք տվել, որ ադրբեջանցիները մոտենան մեր սահմաններին, դա իրենց պետք է հնարավորություն տա Հայաստանի Հանրապետության տարածքով էներգակիրներ մատակարարել աշխարհի այլ հատվածներ եւ դա պետք է արվի շրջանցելով Ռուսաստանի Դաշնությունը։ Իրականում շատ լավ կլինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարի խոսքերը լավ ուսումնասիրեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության մեկ այլ թևի ներկայացուցիչները, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպանը Հայաստանում Մեհդի Սոբխանին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Աբբաս Արաղչին եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթերից հետո բավականին կոմպլեմենտար գնահատականներ էին տվել այդ գործընթացի վերաբերյալ, ստորագրված փաստաթղթի վերաբերյալ, ըստ ամենայնի իրենք հավատացել են ամերիկացիների վստահեցմանը։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը օգոստոսի 8-ից հետո արտահոսք էր արել, որի տրամաբանությունը հետևյալն էր, այդ արտահոսքի, որ Ստիվեն Ուիտկոֆը խոսք է տվել իրանական կողմին, որ իրենց թույլ կտան Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցել, եթե Իրանը իր հերթին փակի աչքերը Զանգեզուրի միջանցք ասվածի վրա, այսինքն
պետք է տեղի ունենա այն, ինչի մասին կրկին ասեմ, մենք քանիցս այստեղ խոսել ենք, պետք է անցնի Զանգեզուրի միջանցք, որը փաստացի մեզ զրկում է հայ-իրանական սահմանից, բայց դրա դիմաց իրանցիներին տալու են հնարավորություն փորձել կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը, ընդհանրապես նաև շատ կարևոր է, որ իրանական կողմը սա վերլուծի, ճիշտ ընկալի ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, այլ նաև հետևյալի համատեքստում ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցք ասվածը դա կոնֆլիկտագեն պրոյեկտ է, որը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքով անցնի։ Բայց եթե իրենք փակում են իրենց աչքերը այդ պրոյեկտի վրա, դա կարող է ազդել նաև իրենց երկկողմ հարաբերությունների վրա, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համատեքստում, իսկ ինչը վերաբերվում է վերջին իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ հիմա չի ուզում նույնիսկ խոսել այն մասին, որ արցախցի փախստականները, էթնիկ զտման ենթարկված արցախցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ Արցախի հանրապետություն, ակնհայտորեն նյարդայնանում է նրանից, երբ որ օգտագործվում է Զանգեզուրի միջանցք ասվածը։ Բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը նյարդայնանում։ Մենք պետք է այս հարցի պատասխանը շատ հստակ մեզ համար ունենանք, ստանանք, ոչ թե այն պատճառով, որ նա չի հանձնել ադրբեջանցիներին եւ թուրքերին Զանգեզուրի միջանցք, որ իրականում Հայաստանով անցնելու են կոմունիկացիաներ, ընդհանրապես տարածաշրջանով կոմունիկացիաների ապաշրջափակում է տեղի ունենալու։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը մարտով ժամանակին պարում էր Շուշիում, ինքը ոչ միայն Արցախն է հանձնել, այլ նաեւ Զանգեզուրի միջանցքն է հանձնել։ Ուղղակի այստեղ խնդիրը այն է, որ ըստ իրեն ժամանակավրեպ է այս եզրույթի կիրառումը։ Այն բանից հետո, երբ որ Հայաստանում տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները եւ եթե նա կարողանա վերարտադրել իր իշխանությունը, այդ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կկարողանա կյանքի կոչել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ինչպես նաեւ դրանից առաջ հունիսին, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ստամբուլ եւ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանի հետ, բոլոր այդ պայմանավորվածությունները Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կյանքի կոչել եւ դա լինելու է այն գինը, որը նա Հայաստանի հաշվին վճարելու է իր վերընտրության համար։ Մտածեք այդ մասին։